Օրինակ Հայաստանում բժիշկները այնքան չեն սիրում on-line խորհրդատվությունը, արտերկրում ինչպես է։ Շատ հետաքրքիր բան եք ասում, բժիշկները չեն սիրում on-line խորհրդատվություն, որովհետև շատ ճիշտ է հիվանդին տեսնել, այսպես ասած, live, կենդանի, այսինքն երբ որ հիվանդը քո առջևում է նստած, դու կարողանում ես հիվանդին մոտենալ, հետազոտել, դա շատ կարևոր է, այսպես ասած, արդյունավետ կոնսուլտացիա անցկացնելու համար, բայց ինչպես տեսնում եք, դիգիտալիզացիան եւ այս ամբողջ ինտերնետային զարգացումները, այսպես ասած, մեզ բերում են նրան, որ այո, տելեմեդիցին ասածը կամ տելեբժշկություն, չգիտեմ ոնց են հայերեն դա ասում, բայց սա մեծ թափ է առնում։ Ես ինքս Գերմանիայում անում եմ կոնսուլտացիաներ հայերի համար, որովհետև եթե ինձ դիմում են, ես չեմ մերժում, ուզում եմ իմ հայրենակիցներին անպայման օգնած լինեմ։ Բնականաբար ես իրենց ի սկզբանե ծանոթացնում եմ պայմաններին եւ ասում եմ, որ ես հնարավորություն չունեմ ձեզ անձամբ հետազոտելու, բայց ես կարող եմ տեսնել ձեր հետազոտության պատասխանները, եթե դա ինձ հնարավորություն է տալիս ինչ-որ մի ախտորոշման գալու, ես ախտորոշում եմ հիվանդությունը եւ ասում եմ, թե ինչպիսին է հետագա տակտիկան։ Միաժամանակ անպայման խորհուրդ եմ տալիս լինել տեղում մեկ այլ բժշկի հսկողության տակ, որպեսզի հանկարծ ինչ-որ մի բան ընթացքում, ինչ-որ բարդություններ եւ այլն չառաջանան։ Եթե խոսքը վերաբերվում է նրան, երբ որ հիվանդները անցել են որոշակի հետազոտություններ եւ ուզում են հասկանալ հետազոտությունների արդյունքները, այսինքն չեն բացատրվել ինչ-ինչ պատճառներով կամ բժշկի հետ ժամանակ չի եղել զրուցելու, թե բժշկի կողմից, թե իրենց կողմից, այդ դեպքում ես մեծ սիրով առաջարկում եմ իրենց, տրամադրում եմ այդ ժամանակը եւ մանրամասը բացատրում եմ էությունը, հիվանդության, թե ինչպես պետք է այդ հիվանդության հետ այսպես ասած վարվել եւ այսօր փաստացի Եվրոպայում այդ տելեմեդիցին ասվածը շատ մեծ թափով առաջ է ընթանում, մենք ունենք նույնիսկ անհետաձգելի բժշկության ժամանակ շտապօգնության բժիշկ, ով որ էկրանից այս կողմ նստած ուղղակի ասում է, թե ասիստենտները ինչ պետք է անեն այդ պահին։ Բնականաբար ասիստենտները պետք է ունենան համապատասխան փորձ, անելու այդ ամեն ինչը որ կասի բժիշկը, բայց վերջնական բժշկական որոշումները կատարվում են բժշկի կողմից, ով որ նստած է էկրանի մեկ այլ կողմում։